Եթե նայենք ռետորաբանությանը, Ալիևը շատ կոշտ ռետորաբանություն էր օգտագործում թե միջանցքի մասով, ուժով բացելու առումով, թե ընդհանրապես Սյունիքի առումով, խոսքը գնում էր նաև Սևանա լճի առումով, Վարդենիսի առումով։ Այսօր այդ բաները չկա, այսօր Ալիևը ասում է, որ մենք պիտի սովորենք խաղաղ ապրել, մեր ժողովուրդները երբեք խաղաղ չեն ապրել, խաղաղությունը փոխադարձ օգուտ է բերում թե մեզ, թե Հայաստանին, թե տարածաշրջանին եւ ապրի միջազգային հանրությունը, որ այդ խրախուսելու համար երկուսին էլ որոշակի խաղաղության կոչումներ է տվել։ Ալիևի հայտարարությունները եվրոպական հարթակներում եւ Ալիևի հայտարարությունները թուրքական, թուրքալեզու երկրների հարթակներում իրարից տարբերվում են։ Դա շատ բնական է։ Այդպիսին է նաև Էրդողանը, ինքը այդ հարթակներում այլ բան է ասում, եւ Թուրքիայի ներքին թուրքալեզու երկրների կամ ազգայնական կուսակցությունների հետ է հանդիպում, բացարձակ այլ բան է ասում,